Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ Հայաստան են տեղափոխվել Ղարաբաղում մինչ այժմ բնակվող 10 հայեր ու ազգությամբ ռուս Հայաստանի 1 քաղաքացի։ Բոլորի գործերով զբաղվում են, ինչպես 100 հազարից ավել տեղահանված քաղաքացիների հետ են զբաղվել, այնպես էլ նրանց է ուշադրության կենտրոնում պահում նախարարությունը և ամբողջությամբ վերահսկողության տակ են գտնվում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկվել են ազգային ժողովի նախագահի փետրվարի 5-ից 6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 1.200.000 դրամով տուգանել է հայկական երկրորդ հեռուստաալիքին։ Վարչական բնույթի բազմակողմանի քննության ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հանձնաժողովը որոշել է տուգանել հեռուստաալիքին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իմեդի հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հարևան երկրների առևտրատնտեսական կապերի զարգացումը հայ-ադրբեջանական առևտրատնտեսական կապերը չեն սպառնում Վրաստանի տարանցիկ դերին։ Իրանի գլխավոր դատախազը հերքել է այն լուրը, թե Թրամփի պահանջով Իրանը չեղարկել է բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 800 անձանց մահապատիժները։ Նա հայտարարել է, որ այդ թիվը կեղծ է և դատական համակարգը նման որոշում չի կայացրել։ Չնայած պաշտոնական հայտարարություն դեռևս չկա, սակայն ինֆորմացված աղբյուրները կանխատեսել են, որ Կրիստիանո Ռոնալդուն պրոֆեսիոնալ ֆուտբոլին հրաժեշտ կտա 2027 թվականի ամռանը։ Նա ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Ալ Նասրի կազմում, որի հետ 2025 թվականի հունիսին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2027 թվականը։